Սարագերի գործընկերներ սկսում է Պաստոց Պրեմիեր լիգայի ուրախտում հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Արզումանյան, կարծիք հարցը։ Կարծում եմ լավ հանդիպում եղավ երկկողմանի, լավ թիմ է, լավ ֆուտբոլիստներով եւ դրական արդյունքով պոզիտիվ եկել էին այս հանդիպմանը։ Մենք առաջին խաղակեսում շատ լավ հանդիպում անցկացրեցինք, թե գնդակով, թե առանց գնդակ ճնշում էինք մրցակցին։ Ստացվում էր շատ դրվագներով պաշտպանության գրեթե յուրաքանչյուր հատվածներում թե բարձր պրեսինգ, թե միջին զոնային պաշտպանություն։ Ուղղակի եղան մի քանի հակագրողներ մրցակցի կողմից, բնական է, լավ որակով ֆուտբոլիստներ ունեն, գնդակով էլ կարողանում էինք թե առաջ խաղացում ունենայինք, թե ունեցանք լավ պահ 11 մետրանոցի, որը ցավոք չի ասեցինք, բայց երկրորդ խաղակեսում նոան ճնշում էր ավելի շատ մեզ մոտ հիմնականում խնդիրը կարծում եմ գնդակով խաղի ոչ այդքան լավ ստացվելու պատճառով մի քիչ ավելի մեր կիսադաշտում էինք, բայց խաղը այդպես էր թելադրում, այդպես խաղացինք եւ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստերին, ով սկզբից սկսեց, ով մտավ, ով չմտավ, բոլորին կարծում եմ լավ հանդիպում էր եւս մեկ քայլ մեր խաղը բարելավելու ուղղությամբ։ Շնորհակալություն, հարցեր։ Առաջին խաղակեսի առաջին 10 րոպեներում ուղղակի շատ ակտիվ էր գործում եւ անցի հավատում որ ցանկանում կարակ գործել, անակնկալի մտածեց մրցակցի, Չէ, այդպիսի պլան չունենք, որ արագ բոլորը հեղինակ դառնային, մեր ցանկությունը ամեն րոպեին բոլորը հեղինակ դառնալն է եւ այդպես ստացվեց, որ առաջին հատվածը ավելի մեծ ճնշում էին գործադրում, երևի թե հենց գնդակով լավ խաղի շնորհիվ էր, բոլորը երբ որ լավ ես գրում, լավ պաշտպանում ես, լավ գրող ես, որ ստացվում էր այդ խաղը թե պաշտպանության, թե հարձակման մասով, պահ ունեցանք խաղավերջում ամենարեալ պահը 11 մետրանոցից, բայց ֆուտբոլը մեր առաջնության լավագույն ռմբարկուն է, որը մեծ առաջընթաց է ունենում, 11 մետրանոց ինքը ուրախ ֆուտբոլիստ կարող է իրացնել։ Շնորհակալություն, հարցեր։ Հարցս բարբասապային մասն է, երրորդ խաղն արդեն հատվածում իշերն է, Մարտինյանն առաջիկայում ամենահավաքացող երիտասարդական հավաքականների որն է այս ռոտացիայի պատճառը։ Մենք ունենք լավ դարպասապահներ, 3 Մարտինյանը առաջնության բոլոր խաղերը իր սկսեց առաջնությունը խաղում էր, հանդիպում է եղել նրա շնորհիվ ենք հաղթել, այսպես ասած, ունեցել է նաև որոշակի վայրի վերումներ եւ պրոցեսը մեզ մոտ եթե նկատել եք գրեթե բոլոր ֆուտբոլիստներն են խաղացել, բայց դա ինքնանպատակ չի, բացի մեկ ֆուտբոլիստից բոլորը խաղաժամանակ ստացել են եւ պրոցեսի ընթացքում իշեպի մարզումների իր տվյալների ցեգնդակով խաղի ոտքով եւ այլնի կարծում նա արժանացավ եւ երրորդ խաղն է նաեւ իր շնորհիվ ամբողջ թիմի նաեւ թե Մարտինյանի թե դրա գործողությամբ նա անարիք է պահում մեր դարպասը։ Շնորհակալություն, հարցեր, հրաչ։ Բարդես բան ասում եմ հարց Ալեքսանդր Դեբեի մասին է ես չնցախաղում երկրորդ անգամ ենք մեկնակայ խաղում ինչ բազարիճը կես պահին ինչ վիճակում է բարելավում է լավ մարզավիճակում է ինքը մաքուր 9 համար չէ այսօր փորձել էինք այլ ոճով խաղալ նա կարողանում է լավ ճնշել մրցակցին, պրեսինգներ անել, կարողանում է իջնել գնդակով տարածությունները գտնել, զգալ եւ գնդակով տանգավորել գծերի արանքում, բարելավում է մարզավիճակը, մեր արձակողները տարբեր ոչ են ու ըստ մրցակցի մենք որոշակի դետալներ մեր ոճը պահելով փորձում ենք ամեն խաղին ունենալ որոշակի փոփոխություններ ըստ մրցակցի նաեւ Շնորհակալություն, այլ հարցեր։ Ես նաև գոհ եմ շատ չեք հարցնում, բայց ես 19 տարեկանների հավաքականում միակ ֆուտբոլիստով բարձրագույն խմբում խաղում է եւ գրեթե միշտ խաղում է թե մտնում է փոխարինման
եղել է հիմնական կազմում Դավիթ Հարությունյանից շատ գոհ եմ, ինքը մեծ աշխատանք է կատարում, մեծ առաջընթաց ունի եւ այսօր էլ մտավ խաղադաշտ, նույնիսկ չխաղաց այլ դիրքում, որ սովորաբար չի խաղում, այսինքն 8 համար 5-3-2 սխեմայում մեծ ծավալի աշխատանք կատարեց, թե պաշտպանությունում, թե գնդակով, դա մեր ներկա եւ ապագա լավագույն հայ ֆուտբոլիստներից մեկն է։ Շնորհակալություն։